Տիկին Անդրեասյան, ես ուղղակիորեն այս նախագծի հետ առնչվող հարց չեմ բարձրացնում, բայց օգտվելով ձեր ներկայացումից հարցս այսպեսին է. Արդյոք ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ավագ դպրոցի Սան Դավիթ Մինասյանին, 18 տարեկան Դավիթ Մինասյանի առնչությամբ միջնորդագիր ներկայացնել համապատասխան մարմիններին, նկատի ունենալով Դավիթ Մինասյանի թե տարիքը, թե ավագ դպրոցի Սան լինելը, թե նրա կրթության ընդհատված իրավունքը եւ նաեւ առողջության հետ կապված խնդիրները ինչ դիրքորոշում ունի ԿԳՄՍ նախարարությունը եւ քայլեր եք նախաձեռնում այս ուղղությամբ կամ նախաձեռնելու։ Տիկին Անդրեասյան, քանի որ օրակարգից շեղված է, խնդրում եմ կարող եք չպատասխանել, որտեղ մենք պետք է նիստի գնանք։ Առիթ կունենալ էլի։ Ություն ինչ գործում Տիկին Անդրեասյանը հասուն ազնվարությունը կառավարության անդամ ես հարցը բարձրացնում։ Ձեր միկրոֆոնը։ Ես գիտեմ ես կանջատեմ։ Ես ասում եմ, որտեղ ես նիստը նախագահում եմ։ Որը հասարակությանը բացառիկորեն հետաքրքրում է այդ հարցը։ Ընդհանրապես չեմ թողի պատասխանի, որտեղ ժամանակ չկա եւ ռեգլամենտը շեղվում է։ Դե չունեն, դրա իրավունքը չունեք։ Մեր հանձնաժողովն է, ես աշխատում եմ այստեղ։ Հաջորդ հարցը, այլ հարցեր կան ժողով։ Ինչու՞ Ის ինչ վերաբերմունք է։ Այս ինչ վերաբերմունք է լրջագույն։ Ինչպես ստանում եք։ Ես ձեզ ասի չէ 3-ին 10 պակաս պետքա լինենք նիստերի դալիճում այդ հիմա այս ժամանակը որ դուք վատնում եք դատարկախոսության վրա, ԿԳՄՍ նախարարը կունենա պատասխանելու հնարավորություն։ Չկան եզրափակիչ ելույթների կարիք տեսնում եք, ավելացնելու բան ունեք տիկին Ազարյան։ Շնորհակալ եմ։ Դուք պատասխանելու բան չունեք տիկին Անդրեասյան։ Հարգելի գործընկերներ, քվեարկությանը դրվում բարձրագույն կրթության պետության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ ովքեր են կողմ։ 4 կողմ ենթադրում են դեմ կամ ձեռնպահ խարտուղարությունը խնդրում եմ արձանագրել։ Շնորհակալ եմ, անցնում ենք հաջորդ հարցին տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, հիմնական զեկուցողը Նախարար պարոն Հայրապետյանն է, համեցեք պարոն Հայրապետյան, հարակից զեկուցող այս պահին չկա, ես զեկուցեմ եթե կարիք ունի։ Շնորհակալություն պարոն Գաբրելյան, հարգելի պատգամավորներ։ Ես ասեմ, որ այս ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Արդարադատության նախարարության գործընկերների եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերների հետ մի քանի տեխնիկական շտկումներ արվել են եւ մեկ ըստեյության բովանդակային փոփոխություն ենք առաջարկում այս ընթացքում ներառել նախագծում մասնավորապես դա վերաբերում է այն հատվածին, որը սահմանում է պատերազմի կոչեր պարունակող տեղեկություններին, ինչպես նաեւ ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության սահմանումներին առաջարկը կայանում է նրանում, որ այդ սահմանումները արդեն օրենքի ընդունումից հետո հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 4-ամսյա ժամկետում կտա, ինչեւ կտեղեկացնի հեռարձակողներին, այսինքն մենք դա ոչ թե օրենքում սահմանումները կներառենք, այլ ենթավորած դրական իրավական ներքին ակտերով կարգավորող պետական մարմինը կանի։ Մնացած հատվածը ուղղակի շատ 1-2 նախադասությամբ հիշեցնեմ, որ այն ըստեյության դե ֆակտո գործող կանոնները, որոնք որ հանրային մուլտիպլեքսի համար սահմանված էին արգելված հեռուստաբովանդակությամբ կոնտենտ եւ ռադիոբովանդակությամբ կոնտենտ հեռարձակելու պարագայում պատասխանատվության տեսանկյունից հետայսու օրենքը ընդունվելու պարագայում նաեւ ցանցային օպերատորները, այսինքն ինչպես ասել է մալուխային կաբելային հեռարձակողների վրա կտարածվի հետայսու։ Շնորհակալ եմ պարոն նախարար, մեր կողմից առաջարկներ չեն եղել, հարցեր ենթադրում նույնպես չկան, ավելացնելու բան չունեք, ինչպես ասի հարակից զեկուցող կլինի Թագուհի Ղազարյան, ինքը նույնպես ավելացնելու բան չունի, այս մասով հետևաբար քվեարկության է դրվում տեսալոսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նախարարի կողմից ներկայացված փոփոխություններով ովքեր են կողմիացան ես մոռացա նախորդ քվեարկությունը ովքեր են կողմ որ բարձրագույն կրթության մասին օրենքը ներառվի առաջիկա նիստերի օրակարգում շատ լավ քանի որ առաջինը թերծում էր եւ վերջին հարցը նախագծերի մասով վերջին հարցը պետական турքի մասին օրենքում այս մեկը երկրորդ ընթերցում էր Քվեարկեցինք, վարձագույնը կողմ են քվեարկել, դուք ասեցիք։ Շատ լավ, քարտուղարության դե ասեցի կամ ձեռնպահ կամ դեմ, որտեղ
չեք բարձր։ Խնդրում եմ արձանագրեք, որ իրենք դեմ են, ամեն դեպքում դեմի համար ձեռ են բարձրացնում դեմի ժամանակ, հարտուղարությունն էլ, որ արձանագրի ոչ թե տենց գուշակություններ անի, շնորհակալ եմ։ Պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է, երկրորդ ընթերցմամբ, այո, պարոն Հայրապետյան, մենք 530 ունենալու ենք երկրորդ ընթերցում։ Պարոն Հայրապետյան, 530 ունենալու ենք արտահերթի հետ կապված։ Պարոն Հակոբյան, դուք կարող եք նստել, բայց տեղեկացնեմ, որ ամենայն հավանականությամբ կընդվիճենք մենք, այո։ Պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է երկրորդ ընթերցմամբ, այն կներկայացնի նախարար Տիկին Անդրեասյանը։ Տիկին Անդրեասյան, այս մասով էլ մենք առաջարկներ չունենք, եթե կան փոփոխություններ, խնդրում եմ ներկայացնել։ Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման ժամանակ մանրամասն քննարկել ենք, նախագիծը նպատակաուղղված է մշակութային արժեքների արտահանման գործընթացները համապատասխանեցնել ԵԱՏՄ ստանդարտներին, առաջինից երկրորդ ընթերցում ունեցել ենք 2 փոփոխություն, մեկը վերաբերում է ուժի մեջ մտնելու ժամկետին, որը օրենքի ընդունումից հետո 6 ամիս հետո վերափոխվել է 27 թվականի հունվարի 1-ից եւ 1 խմբագրական փոփոխություն է իրականացվել, մնացյալը ամբողջությամբ բովանդակային քննարկված է, շնորհակալություն։ Հարցեր կան այս մասում։ Չկան ավելացնելու բան ըստ էության, ով է, Արեգ Տիկին Ազյանն եք ավելացնելու։ Չկան, շատ լավ, հետևաբար քվեարկության է դրվում պետական турքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ ովքեր են կողմ, ձեռնպահ, 2 ձեռնպահ, խնդրում եմ արձանագրել, հարգելի գործընկերներ, մեզ մնաց 1 հարց, բայց քանի որ Սահմանադրական օրենքը հաշվեկանոնակարգը թույլ չի տալիս նիստերի ժամանակ հանձնաժողովի նիստ անել, մենք գնանք քվեարկության, ենթադրում եմ 5 րոպե կտեի, որտեղ քվեարկությունը մնացել ու կավարտվի կմոտենանք, պարոն Հակոբյան, շնորհակալություն։ Ընդմիջում։